Բարյոր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սաֆարյան, այսպես մինչեւ հասնենք նաեւ այդ թվում ներքաղաքական հարցերին, տեսեք երեք էստեղ էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ այսպես շատ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց տիկնոջ այս Հայաստան եւ այն օգնության պատրաստակամությունը Եվրամիությունը իդեմ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հայտնեց Հայաստանի Հանրապետությանը ի վերջո ինչի մասին էր այդ այցը։ Հայաստանը ունի բազմաթիվ խոցելիություններ, որոնք արդյունք են 30 տարի շարունակ, ինչպես ժողովրդական լեզվով են շատ հաճախ ասում, բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնելու։ Անվտանգությունն ենք կապել մի երկրի հետ, տնտեսությունն ենք կապել մի երկրի հետ, մի խոսքով բան չկա որ կապած չլինենք, ամեն ինչ տվել ենք իրեն, բոլոր ստրատեգիական ռեսուրսները, բոլորը դառել է մեր համար խոցելիություն։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունը 20 թվականից հետո հռչակեց դիվերսիֆիկացման քաղաքականություն, որը նշանակում է, որ մենք այլևս այդ նույն սխալը չենք անի։ Եթե մի քիչ ավելի կոնկրետանանք, դա իրականում տեղի ունեցավ 23 թվականին, երբ արդեն հասկացանք վերջնականապես հասկացանք։ Եվ այդ բոլոր դեպքերում 21-22 թվականի ես կիսելով ցե գնահատականն է ձեր ուղումը, բոլոր դեպքերում անգամ 21-22 թվականներին բան արդեն շարժվում էր, որ մենք նույնիսկ Ղարաբաղի խնդրով կամ հայ-ադրբեջանական խնդիրներով փորձում էինք անվտանգային հարթակներ փնտրել կամ բանակցային հարթակներ փնտրել, որտեղ եթե մեր ուժը չէր հերիքում, գոնե Եվրամիություն Միացյալ Նահանգներ լինեին։ Կարևոր Ռուսաստանը ըստ էության հրաժարվում էր կատարել թղթով իր պարտականությունները, ինչպես որ մնացած այլ երկկողմ եւ բազմակողմ պարտավորություններն ա կատարել։ Հիմա Հայաստանի այս կախվածությունների վերացումը անշուշտ միանգամայն սպասել էր դուրս չի գալու Ռուսաստանի, որտեղ Ռուսաստանը ոչ միայն լավ ազգացել, որ մենք Իրանից կախվածության մեջ ենք, այլ նաև այդ կախվածությունները օգտագործել մեզ ամենատարբեր թվականներին, եւ դա կապ չունեցել այս իշխանության հետ։ Դա արել են եւ Հայաստանը բանակցում էր Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը, խոր եւ համապարփակազատարների համաձայնագիրը եւ անգամ կհիշեք որպես լրագրող նույնիսկ հիշում եք Վիգեն Սարգսյանը նույնիսկ Չինաստան էր գնացել եւ այնտեղ ցրցամ էին տվել այսպես ասած զենքի սպառազինության ձեռքբերում եւ ինչ կատարել հիշում եմ այլևս շատ ուրախացել էի 10 գործակալությունը ռեան եւ բոլոր պաշտոնական գործակալությունը ուղղակի ցեխեր որոշում էին, այսինքն Ռուսաստանը երբեք դուրս չի եկել որ մենք փորձել ենք այդ կախվածություններից դուրս գալ եւ հիմա տեսեք ընտրություններից առաջ մի արտարոց բան տեղի ունեցավ, երբ Ռուսաստանում կոնկրետ Վլադիմիր Պուտինը հասկացավ, որ իր պրոպագանդիստների խոսքը այլևս Հայաստանում չի անցնում, դա կլինի համոզում, թե կլինի դա ահաբեկում, բոլոր դեպքերում ոչ Սիմեոն Բաղդասարովի, ոչ Մարգարիտա Սիմոնյանի, ոչ Վլադիմիր Սոլովյովի, ոչ Կոնստանտին Զատուլինի, բոլորը սպառնում էին, որ հայ ժողովուրդ եթե ընտրեք Նիկոլ Փաշինյանին, եթե այս իշխանությունը նույնիսկ Միկա Բադալյանը։ Հա, նույնիսկ Միկա Բադալյան։ Պուտինը հասկացավ եւ կյանքում առաջին անգամ իր շուրթերով ինքը ուղերձ տվեց, մոտորապես դե տեսնենք իմ ասածին ինչպես կվերաբերվի հայ հանրությունը։ Խոսքը վերաբերվում էր, որ կողմնորոշվեք կամ գնում եք դեպի Եվրոպա կամ մնում եք Ռուսաստանի տակ։ Հիմա այս ամեն ինչը եւ ընտրությունների արդյունքները ըստ էության չգոհացրեցին, թեպետ ընտրություններից առաջ էլ գիտեք, սկսվել էր արդեն դեռևս չհասունացած Ծիրանի արգելք, անմեղ ջերմուկի արգելքը եւ այլ ընծաղիկներ, այսպես ամեն ինչ, բայց բոլոր դեպքերում ընտրություններից հետո, երբ դրանք շարունակվեցին, ակնհայտ էր, որ ամռան Ռուսաստանը կարող է գործարկել Հայաստանի դեմ ունեցած իր ամենալուրջ լծակներից մեկը, դա ուրեմն տնտեսական լծակներն էին, փակել ապրանքները, մանավանդ որ մեր գյուղմթերքները հիմնականում արտահանվում են Եվրասիական տնտեսական միության եւ մասնավորապես Ռուսաստանի շուկաներ եւ հասկացեցին, որ դե հիմա
կվճարեք դրա գինը, ձեր ընտրության գինը կվճարեք, հայ ժողովուրդ կվճարեք։ Նպատակը նա էր, որ գոնե Հայաստանում բունտ լինի, մանավանդ դուք էլ գիտեք, որ այս պահերին ընտրությունների արդյունքները վիճարկում են Սահմանական դատարանում, Սահմանական դատարանի դեմ մի քանի 100 մարդուց ավել մարդ չի հավաքվում, Ռուսաստանում դրանից էլ են շոկի մեջ եւ իրենք պատկերացնում են, որ այս սանկցիաները կսնուցեն ներքին ընդվզումները, մարդիկ դուրս կգան փողոց, հավաքվեն Սահմանական դատարանի դեմ եւ կընդունվի ընտրության այն արդյունքները, ինչպես որ ուզում են։ Իդեպ ձեր գնահատմամբ ինչու դա տեղի չունեցավ, որտեղ ոչ ընտրությունների հաջորդ օրը, երբ ընդդիմությունը արդեն ասում էր, որ տոտալ կեղծումներ, ընտրակեղծիքներ եւ այլն, այդ ամենը կա։ Հիշենք նախորդ բոլոր ընտրությունները, երբ ընդդիմությունը լցնում էր փողոցները ըստ էության, հաջողություն չէին ունենում, բայց մարդիկ դուրս էին գալիս իրենց ընտրած ուժերի համար կռիվ տալու։ Ֆանտաստիկ լավ հարց եք տալիս։ Նախորդ հարցը ամփոփեմ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպան հասկացավ, որ Հայաստանը կարող է կանգնել լուրջ ընտրանքի առաջ եւ 80% ապրանքատեսակների համար բացառեց, հանեց մաքսատուրքը եւ տեսեք ինչ հետաքրքիր բան է կատարվում։ Ռուսաստանը մտածում էր 2013-ին, եթե Հայաստանին այսպես ստիպելով մտցնում են Եվրասիական տնտեսական միություն, ապա Եվրասիական տնտեսական միության կարգավորումները, որոնք մեր կառավարության կարգավորումներից վեր են, եւ մենք պարտավոր ենք դա իրականացնել, կխանգարեն մեզ այնուամենայնիվ տնտեսության մասով մերձենալ եւ մտնել եվրոպական շուկա։ Եվրոպան շատ հետաքրքիր քայլ արեց, էլի ժողովրդական լեզվով ասած ձիով քայլ։ Այսինքն դե ֆակտո Հայաստանին դարձրեցին Եվրոպական միության մաքսային գոտու անդամ։ Մնում է բացվի հայ-թուրքական սահմանը, որովհետեւ Թուրքիան հանդիսանում է այդ միության անդամ եւ ստացվում է, որ Հայաստանը այսուհետ ցամաքային կապ ունի եւ ոչ թե կապ ունի, ոչ թե արդեն սահման ունի, այլ ինքը դե ֆակտո հանդիսանում է այդ միության անդամն է եւ դա մի քիչ բացառիկ կարգավիճակ է, որովհետեւ իսկապես աննախադեպ է, որ երկիրը դե յուրե չլինելով այդ միության անդամ դե ֆակտո դարձնում է նրան տալիս անգամ տեխնատուր չլինելով։ Հիմա սա առաջի հարցի պատասխանը, որը ըստ էության վերացնում է Հայաստանի խոցելիությունը եւ շատ լավ որոշում է հանուն արդարությամբ, իմ համար նույնիսկ անսպասելի էր, որ կարող է այդպիսի լուծում գտնվել։ Ես պատկերացնում եմ, որ մինչև մենք չստորագրենք սեղանին մնացած խոր եւ համապարփակ ազատառևտրի համաձայնագիրը, որը հենց դրա մասին էր, մենք բնականաբար մեզ չեն տա նման պրեֆերենցիաներ, բայց պարզվեց, որ աշխարհական իրավիճակը այնքան է փոխվել եւ այնքան կարեւոր է Հայաստանը աշխարհի համար, որ եւ նաեւ որ Հայաստանի համար կայացվում են նման բացառիկ որոշում։ Հիմա վերադառնամ ձեր հարցին, իսկ ինչու տեղի չունեցավ ներքաղաքական բունտ։ Մի բան կար, որի հետ համաձայն չեմ։ Մնացած առումները դուք ճիշտ եք, նախկինում ընդդիմություն հրապարակներ լցրել է, բայց ոչ ընտրություններից հետո։ Անգամ 21 թվականից հետո դա տարբեր խնդիրներով գեներացրել են հրապարակ, բայց երբեք ընտրություններից հետո չեն կարողացել լցնել եւ դրա բացատրությունն է, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում բեզբոժնի կոպիտ բառ ասեմ, ինչպես որ արվում էր նախկինում։ Եվ գիտեք, նախկինում ընտրական հանցագործությունները ուղղակի այնաշար մասշտաբային են, որ հանրապետությունում ընտանիք չկար, որը գրեթե որևէ ձևով ներգրավված չլիներ այդ կեղծիքի մեջ։ Ոչ թե որ մասնակից էր, մասնակից բոլորս էինք ակամայից։ Մեկը գիտեր, որ իրեն կաշառք են տվել եւ ինքը կաշառքով է ընտրել։ Մեկը գիտեր, որ իրեն սպառնացել են, որ իր հարազատին կազատեն աշխատանքից, դրա համար ինքը քվեարկել գործող իշխանությանը։ Մեկը գիտեր, որ հանձնաժողովում էս են արել, այսինքն այդ պատկերի մասին անկախ նրանց լրատվականները report կանեին թե չէ, ասենք 2003 թվականին սոցիալական ցանցեր չկային կամ լրատվամիջոցներ ազատ չկային, որ լրատվամիջոցներից իմանային, բայց մարդիկ բոլորը գիտեին ինչ է կատարում սեփական երկրում, սեփական թաղամասի կամ ընտրատեղամասի մանկապարտեզի կամ դպրոցի շենքում եւ այլն կամ հարևանների հետ եւ այլն։ Հիմա բա ինչու են ասում ժողովրդավարությունը նաեւ անվտանգություն է։ Անվտանգություն դա միայն թշնամու բանը չի, թշնամու զենքին պատասխանելու կարողություն, դա նաև ներքին անկայունությունները բացառելու, քաղաքացիական բախումները,
ճգնաժամերը քաղաքական բացառելու մեխանիզմը եւ եթե իշխանությունը չի կեղծում անգամ Սամվել Կարապետյանի ընտրողը գիտի որ էտա ունեն այն ինչքան ունեն հետեւաբար դեռևս երաշխիք չի Սամվել Կարապետյանի ընտրողը կարող է ուզենա որ ինքը մեծամասնություն լինի բայց Սամվել արդարության ասենք որ Սամվել Կարապետյանը ինքն էլ դա գիտի որովհետեւ մի քանի օր առաջ լրագրողներին ասեց դե ուզում էինք որ վերցնենք իշխանությունը չհաջողեցինք ասեց այս արեց Հա չէ ճիշտ ասում ինչ ասած նայա որ Հայաստանում մարդ չկա, որին կարողանաս համոզես, որ ընտրությունները կեղծվել են նույն ձևով պես բոժնի, ինչպես որ նախկինում, որտեղ նախկինում մարդիկ այո փողոց էին դուրս գալի այդ աղաղակող այլանդակությունից հետո, գրգռված։ Հիմա եթե նույնիսկ մարդը գիտի, որ ինքը քվեարկել է ուժեղ Հայաստանին կամ Հայաստանին, նա գիտի, որ ստացել է այնքան, որքան ստացել է, հետևաբար զորբայությունով չի գա կանգնի հրապարակում ասի, չէ դուք իմ 10%-ը պետք է դարձնեք 51%, ասենք դա այդքան խելագար չեն էլի ընտրողները։ Դրա համար որևէ մեկը դուրս չի գալ, ավելին, շատ ավելի հետաքրքիր բան ասեմ ձեզ։ Փողով քվեարկած ընտրողները երբեք երկարատև կապվածություն տվել քաղաքական ուժի հետ չեն ունենում։ Հիշեք 2017 թվականի ընտրությունները, որոնք Հայաստանի այսպես ասած զանգվածային փողի բազարն են եղել։ Մեր գյուղում միայն հանրապետական կուսակցությունը ասում էին բաժանումա 4 տեղ 4 տեղ մենակ իրանք են բաժանելուց եղել չասեմ մնացածի մասին մարգավաճ բան այն տուկի թելեր եւ այլ մեղվի փեթակներ ուզում ասել 2017 թվականից ուղիղ 1 տարի անց այդ նույն մարդը որը նույնիսկ 1 տարի առաջ ընտրել էր Սերժ Սարգսյանին դուրս եկավ փակեց Սերժ Սարգսյանի դեմ փողոցը որովհետեւ ընտրությունը եւ որ կատարվում է գաղափարական ծրագրային հենքի վրա մարդը նաեւ կապվածություն է ստանում եւ պաշտպանում է այդ ուժին որին ինքը ընտրել է ինքը պաշտպանում է ոչ միայն իր տեսակետը հետեւաբար բացատրեք ինձ խնդրեմ այն գաղտնալսումները ձայնագրությունները որ դուք լսում եք կոռուպցիան կոմիտեից դու ասենք այդ զրույցում որևէ գաղափարական էլեմենտ տեսնում եք ասում չէ բանը Մթամիրյանստանից չեմ բերել թող տան էլի փողը եւ այլ այսինքն այդ դա շատ կարճաժամկետ գործարք է հետեւաբար այդ մարդիկ դուրս չեն գալու փողոց ոչ թե 5 օր 10 օր հետո այլ անգամ 1 օր հետո փողոց դուրս չեն գալու եւ ինչ տեղի է ունենում եւ վերջինը դուք ոնց եք պատկասում նույնպեսի կարճաժամկետ գործարք է եղել նաեւ Ռուսաստանից բերված հայերի ձայները ասենք բացի այն որ այդ մարդիկ ֆիզիկապես ստեղ չեն եւ մենք չգիտենք քանի 100,000 ձայնի մասին ենք խոսում տեսեք օրինակ մի բան կա չէ որ ասում են ի տարբերություն 21 թվականի այս անգամ ընդդիմության ստացած ձայները ավելացել են մենք բոլորս ենք չհասկանում ինչի հաշվին ավելացել որովհետեւ 21 թվականին դրսից մարդ չէին բերել Այն որ ասում են տարբերություն կա Հայաստանում, դա ոչ թե նրանից որ Հայաստանում տրամադրություններ են փոխվել հօգուտ Ռուսաստանի, այլ որովհետև Ռուսաստանը մասշտաբային կազմակերպել է Հայաստանի Հանրապետության ընտրող հանդիսացող քաղաքացիների կարճաժամկետ ընտրական туриզմ Հայաստան ֆինանսավորելով դա հիմա ասացիք ինձ խնդրեմ այդ մարդիկ եթե նույնիսկ փող են վերցրել եկել մի շաբաթ կամ մի քանի օր իրենց ընտանիքով հանգիստ անցկացրել ձեռք ետել քվեարկել նրանք միտինգի մասնակցելու ոչ վճար են ստացել ոչ էլ այդպեսի պարտավորություն են դրա համար համարական դատարանի դեմ ուղղակի տկլոր վիճակը ճիշտ այնպես ինչպես որ ընդդիմության մեղադրանքներում է տկլոր վիճակ, որովհետև նրանք էլ չեն կարողանում, տեսեք Գոհար Մելոյան ասում է անուղակի արդարանում է, որ չեն կարողացել ընտրական խախտումներ արձանագրել, որովհետև չեն թողել։ Ասենք ձեռներից բռնել են, չգիտեմ ինչ են արել, ասում մեզ խոչընդոտել են, որպեսզի մենք արձանագրենք ընտրախախտումները։ Այնտեղ նաև Պարոն Օրբելյանը, եթե չեմ սխալվում, կամ Վարդևանյանը, չեմ հիշում, ասեց 33 ընտրատեղամասում ընդհանրապես չեն եղել կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչներ, ընդհանրապես, ոչ մի կուսակցություն։ Ես լավ չհասկացա այդ ումեր ուղղված այդ մեղադրանքը, բայց ես էլ չեմ հասկանում։ Նախ ճիշտ ասած, այս են ընտրությունները չի։ Ու իհարկե տեղամասերում հնարավոր է մենք տեսնում ենք վերահաշվարկների ժամանակ կային խնդիրներ, սրա քվեաթերթիկ ստեղ դնել, ընդեղ դնել, կարող են լոկալ մասշտաբներում այդպիսի շահագրգռություններ լինել, այդ մասշտաբի ժուլիկություններ կարող են լինել, դա ոչ մեկ չի երգում, դա արձանագրվեց նաև, բայց խոշոր առումով, որ ասենք օրինակ, ինչպես հայտարարում էին, ասում էին Սամվել Կարապետյանը ունի
այսօր անցկացված հարցումներով ունի 60%, չես կարող էլի 60% ուղղակի կտրել դնել ինչ որ միտեղ եւ առավել եւս 60%-անոց տղեկը չեն կարող էլի վստահված չունենան։ Հիմա եկեք մի քիչ ավելի լուրջ բաների մասին խոսենք, որտեղ ես գիտեմ այդ թվերը ովքեր էին։ Ես հավատում եմ կամ ով էր ներկայացնում, ինչի դիմաց էր ներկայացնում, դնենք մի կողմ։ Հիմա տեսեք, դուք ասացիք, որ ժողովրդավարությունը նաև անվտանգություն է, այդ արտահայտությունը արեցիք։ Հիմա տեսեք, այս Ռուսաստանի հետ հարաբերությունների լարման ֆոնին, ընդ որում ես սուբյեկտիվ բան եմ ասելու, երևի լրագրողին հարիր չի դա, բայց ես հավատացում եմ, որ դրա նախաձեռնողը Հայաստանի Հանրապետությունը չի եղել։ Չմոռանանք 22 թվականին իմիջայլոց ՀԱՊԿ-ի պարտավորությունների շրջանակում Հայաստանը զորամիավորում ուղարկեց Բիշկեք։ Այդ մասին եկեք չմոռանանք, էլի բոլորը ասում են, բա մենք ինչ ենք արել։ Չէ՞ դե Սիրիա ուղարկեցի, ամեն ինչ արել ենք։ Հա, ու այդ ժամանակ էլ էր այս իշխանությունը, ուրիշ մարդիկ չէին։ Բայց հիմա դրա մասին չի։ Հիմա այս լարման ֆոնին տեսեք ինչ են ասում են ժողովրդավարությունը անվտանգություն է, այն որ դուք ասեցիք, ասում են գիտեք ինչ կա, ժողովրդավարությունը չի կրակում։ Իսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից եկող սպառնալիքը առնվազն մնացել է։ Հիմա Եվրամիությունը, այդ Եվրամիությունը, որ մեզ գալիս է, ինչ որ գլուխները շոյում է, փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ եւ այլն, այ ինչով պիտի պաշտպանի մեզ, հատկապես որ մի քիչ հին պատկերացում կա, Եվրամիությունը բացառապես տնտեսական եւ քաղաքական մարմին է։ Եկեք էլի սկսենք այդ լավ կետից ժողովրդավարությունը անվտանգությունը։ Մենք ցավոք սրտի Ես էլ խոստովանում եմ, մենք 2014 թվականին, որպես ինստիտուտ հիմնադրվեցինք հենց ժողովրդավարության ու անվտանգության կապը բացատրելու համար։ Մենք իհարկե հավաքում ենք փոքր խմբեր ուսանողների, տարվա ընթացքում մոտ 5 խումբ, բայց պատկերացրեք դա 20 մարդ էր, որոնք դրա համար տոտալ առումով մենք էլ ենք ձախողվել։ Դասականի փոքրիկ խմբակ։ Փոքրիկ խմբակներ էին։ Հիմա ժողովրդավարությունը, որ ասում ենք անվտանգություն է, ոչ միայն այն առումով, որ քո ներքին անվտանգությունը կայունությունը նույնպես կարևոր մաս է, միայն սա չի։ Ի վերջո ժողովրդավարությունը դա նաև լավ կառավարումն է, չէ, եւ որ իշխանությունը հաշվետու առնի, որ բանակից չեն գողանում եւ որ բանակում կոռուպցիան հնարավորինս վաղ կանխարգելվում է, չեմ ասում իդեալական վիճակը կամ իմ նկարագրած վիճակը ամենևին այսօրվա վիճակի մասին չի, բայց եկեք հասկանանք ինչ նշանակում լիարժեք լավ ժողովրդավարությունը, դա նաև լավ կառավարման մասին է, դա նաև ժողովրդաիշխանության մասին է, դա նաև արտաքին տարբեր ուղղություններով հարաբերություններ հաստատելու, այդ թվում եւ ռազմատեխնիկական, այդ թվում եւ սպառազինություն ձեռք բերելու մասին է, եւ մեր ժողովրդավարության դեֆիցիտը նախկինում միշտ մեզ անհետաքրքիր է դարձրել արտասահմանի համար։ Մենք արտասահմանում մեզանով միայն հետաքրքրվում էին Եվրոպայում, ես 2000-ականներից շատ եմ ճամփորդում, շատ տարբեր հավաքների եմ մասնակցում եւ պիտի ասեմ, որ նախկինում մեզ ուղղակի նայում էին, ուղղակի հետաքրքիր էր որպես Ռուսաստանի պրոքսի ինչ ենք մտածում, սա մեղմ բառ եմ օգտագործում, պրոքսի բառը, Ռուսաստանի գրպանի կամ խամաճիկ ինչ ենք մտածում, ինչ մեր շուրթերով ինչ է խոսում Ռուսաստանը կամ մենք ինչ ենք պատրաստվում անել, կամ էլ մենք հետաքրքրել ենք աշխարհին, որովհետև եղել են երկու հսկա կոնֆլիկտ, Ղարաբաղ եւ ցեղասպանություն, եւ մեկին պետք է եղել Թուրքիային նեղել մեզ է հիշել, մեկին պետք է եղել Ադրբեջանին ինչ որ բան հասկացնել Ղարաբաղի խնդիրը հիշել եւ այլ եւ այլ։ Սա նրա պատճառովն է, որ մենք ժողովրդավարական չենք եղել, որովհետև ասենք ի վերջո բացատրեք ինձ ժողովրդավար ֆրանսիացին ինչի պետք է հետաքրքրվեր ավտորիտար Հայաստանով, որը երկրպագում է Ռուսաստանին, հիշես կար ժամանակ են Պուտինի նոր ընտրվելուց հետո նույնիսկ հայկական սեղանների վրա Պուտինի կենացն էին խմում։ Ես գիտես ինչքան տեսարանների եմ այդպես ականատես եղել, որ հիշողությանս մեջ այսպես դաջվել է։ Ասենք բացատրի ինձ Ֆրանսիան այն ժամանակ ինչի պետք է հետաքրքրվեր Հայաստանով։ Բարեբախտաբար ես մինչև այդ իմ շրջապատը փոխվեց։ Դա այդքան շրջապատ չէր, որքան միջավայր էր։ Հիմա բան է փոխվել։ Մարդիկ հասկանում են, որ մենք հաստատակամ ենք ժողովրդավարության մեր որոշման հարցում։ Մարդիկ հասկանում են, որ մենք գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը մեզ եւ ինքնիշխանությունը մեզ պետք է որպեսզի աշխարհի բոլոր պետությունների հետ հարաբերվենք, որ մենք այդ անհրաժեշտությունը ունենք եւ այլ եւ այլ։ Դրա համար հիմա այս հարաբերություն ուղղակիորեն գալի կապվում է
ուրեմն քո ռազմական նաև անվտանգության հետ ժողովրդավարությունը, որովհետև նախկինում չունենալով ժողովրդավարություն դու նաև չէիր կարողանում քո համար բացել չէր Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների կամ տեխնոլոգիապես զարգացած այլ երկրների ռազմաարդյունաբերական համալիրները։ Հիմա տեսնում ես ինչքան դյուրինացել է, եւ որ մարդիկ տեսնում են, որ դու ինքնուրույն մարդ ես, որ քեզ թելադրողներ չկան, որ քեզ փորձում են թելադրել, դու ընդվզում ես, դու դիմադրում ես, այդ դիմադրության ընթացքում այո գալիս են նաև փորձում են իրենց կարողացածի չափով օգնել եւ լավ հարց տվեցիր, որևէ մեկը թող ինքան նաև էլ չլինել, որ Եվրոպացին գալու մեր համար կռվի։ Այնա որ եկողներ կգնար Ուկրաինայում կկռվեին, այդ իրանց կռիվն է շատ ավելի, քան ասենք Կովկասում Աստված մի արասցե պատերազմ լինի։ Ուզում ասել, մենք պիտի հասկանանք այս եւ որ մենք ասում ենք աջակցություն, ինչա, մենք դա տեսնում ենք 20 Եվ որ Հայաստանի վրա նկատմամբ ագրեսիա եղավ, սահմանային ագրեսիաները 22 թվականին, եւ որ մենք հարցը մցրեցինք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, կհիշեք, այն ժամանակ մենք իհարկե սպառազինություն չէինք ստանում Ֆրանսիայից, Գերմանիայից, բայց Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները ՄԱԿ-ում մեզ պաշտպանում էին այնքան կատաղի, որ ինչպեսին պիտի պաշտպաներ թղթով դաշնակից ու եւ որ նայում ես Ռուսաստանի ներկայացուցիչի խայտարակ ելույթը, որտեղ ուղակի բառացիորեն կոչ են անում բանաձև չընդունել եւ թույլ տալ, որպեսի ռեգիոնում Ռուսաստանը անի այն ինչ ուզում է անել, հասկանում ես, որ քաղաքական աջակցությունը, որը ստանում է ժողովրդավարության միջոցով, նույնպես անվտանգություն է, հասկանում ես, որ դրանից հետո գալիս է նաև տեխնոլոգիաների եւ սպառազինությունների արգելքների, նախկին արգելքների վերացումը, որ այսօր դու կարող ես Եվրոմիության խաղաղության գործիքից օգտվել եւ նրանք քեզ այդ սպառազինությունները տան ու դու գնես քո ուզած երկրից քո ուզած սպառազինությունը, որ Ֆրանսիա, Հնդկաստան, Չինաստան եւ այլն, ուզում եմ որ զարգացնես նաև քո ռազմաարդյունաբերական համալիրը։ Ես իմ շրջապատում եւ մեր ինստիտուտում ունենք շատ լուրջ կորիզ ռազմաարդյունաբերական ընկերությունների։ Ես շատ լավ գիտեմ մինչեւ նաև 20 թվականը նրանց դժվարությունների մասին, թե ինչպես նրանք տարական դետալներ կամ ձեռք էին բերում ձարտուղի ճանապարհներով, որովհետեւ մեզ ուղղակի Հայաստանի ընկերություններին արգելված էր օրինակ այդպիսի տեխնոլոգիաներ ստանալը, նել ասենք պատկաստ մեկ չի, ասենք աջինոչնի ուղղակի զուտ կոնստրուկտորանախագծային նպատակները, ոչ թե սերիական արտադրության համար։ Եզրափակել ես մի բան ասեմ, չէ, գիտեք ինչի համար եմ ասում, որովհետև վառոդ չեն կարողանում բերել, որովհետև ԵԱՏՄ ներքին կանոնակարգը թույլ չէր։ Իսկ հիմա ոչ միայն մայիսի 28-ին մեր հանրապետության հրապարակում կազմակերպված շքերթում տեսանք ինչ ենք ձեռք բերել, որը նախկինում երազանք էր եւ երազանք կլիներ, որպեսզի մենք դա ունենայինք Ղարաբաղյան պատերազմից, երկրորդ պատերազմից առաջ եւ միգուցե պատերազմը այլ ընթացք ունենար եւ նաեւ դրանից հետո եթե այցելել եք, ես շատ տպավորված էի նաեւ մարզահամերգային համալիրում ռազմաարդյունաբերական մեր տեղական արտադրության ցուցադրությունից, որը նաեւ հետագայում, որի մի զգալի մասին այդ թվում եւ իմ ընկերները պաշտպանության նախարարին ուղեկցելով Ֆրանսիայում էին ներկայացրել եւ դու տեսնում ես ժողովրդավարությունը ինչ անվտանգության ինչ նոր շերտեր է բերում։ Հասա է որ մենք մեր ժողովրդին պիտի բացատրենք եւ հանուն արդարության Լևոն, եկեք չթերագնահատենք մեր ժողովուրդը լավ էլ հասկանում է։ Եթե մեր ժողովուրդը չհասկանա ժողովրդավարության եւ անվտանգության կապը, թեկուզ եւ ուշացումով, հաստատապես մենք չենք ունենա այս վիճակը, որովհետև հենց ժողովրդի կատարած քվեարկություններն են դա ապացուցում, որ ժողովուրդը լավ էլ հասկանում է պատճառահետևանքային կապը, մենք ինչու պարտվեցինք, ում պատճառով պարտվեցինք, ինչ գործոնների պատճառով պարտվեցինք, ինչ սխալ հաշվարկների պատճառով պարտվեցինք, ինչ սխալ հույսերի պատճառով պարտվեցինք, այդ ամբողջ ժողովրդական վերլուծության մեջ շատ իմաստուն ձևով դրված այդտեղ պարտադիր չի քաղաքագետ լինել, պարտադիր չի վերլուծաբան լինել, պարտադիր չի ամեն ռեժիմով հետևել նորություններին։ Մարդիկ շատ լավ գիտեն ինչ է կատարվել իրանց հետ եւ փորձել են դասեր քաղել։ Ես ավարտելով ուղղակի ինչ կուզենամ, քանի որ մեր ժողովուրդը նաեւ խասյաթ ունի նույն գետը երկու անգամ մտնելու, ինչ որ ասում են ազգերը մեկ հիշողությունը կարճ է։ Չի ուզենա որ այս դարը փորձառության մեր հիշողությունը կարճ լինի եւ անդադ պիտի այս մեր վրիպումների մասին համարձակ խոսել նաև նոր սերնդի հետ, որպեսզի նոր սերունդը, որը չի տեսել, հետո այդ նոր սերունդին 2-3 կոնֆետով չխափեն, ասեն, գիտես, բա
Ռոբերտ Քոչյանը հաղթող նախագահ էր։ Հին աշխարհը չեմ տեսել ու ոչ մի բան չեմ հիշում, չէ՞։ Հիմա տեսեք, բայց վերադառնալ մի քիչ ավելի գլոբալ խնդիրներին, խոսքը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասն է։ Հիմա տեսեք, կան այստեղ էլ են եղել փորձագետներ, որոնք հույս են հայտնել, որ այ վաղվանից հետո, երբ Սահմանադրական դատարանը կհրապարակի իր վերդիկտը, դրանից հետո հայ-ռուսական հարաբերությունները կընկնեն բնականon հունի մեջ, այսինքն այնտեղ։ Բայց ես ինքս անձամբ այնքան էլ դրան չեմ հավատում, որովհետև Ռուսաստանը մի քիչ ավելի հեռու է գնացել, քան ակնկալում էինք նույնիսկ մեկ։ Հիմա ըստ ձեզ 3 տարբերակ եկեք քննարկենք։ Առաջինը ստագնացիան շարունակվելու է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այսինքն անջրպետը մեծանալու է, այդ տարաձայնությունները խորանալու են, ինչը բերելու է ի վերջո, չգիտեմ, ինչի դուք կասեք։ Երկրորդը stand-by տարբերակով է մնում, այսինքն մնում այն մակարդակի վրա, որ հիմա կա, այսինքն ընդառաջ քայլեր չեն արվում, բայց ավելի խորացնող քայլեր են չեն արվում, եւ երրորդ տարբերակը այն ինչի մասին արդեն ասացի, ամսի 4-ից հետո Ռուսաստանն մահալա է, որ որոշել է, եկեք հասկանանք ինչ ենք անում, որ համ մեզ լավ լինի, համ ձեզ։ Որ տարբերակը կաշխատի ձեզ։ Իլավ սցենարներ ասեցիք։ Այդ որոշ աբսուրդային սցենարներ ես էլ 3 սցենար կա Ռուսաստանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններ կսկսի։ Ես էլ 3 սցենար կառաջարկեի, բայց մի փոքր այլ խմբավորմամբ, ուրեմն առաջինը այնպես ինչպես դուք շատ ամեն ինչ խորանում է, այնպես ինչպես խորանում է, երկրորդը ֆիքսվում է ստատուս քվո եւ մենք չենք անում որոշ քայլեր կամ չենք շարունակում որոշ քայլերով որոշումներ ընդունել եւ դա բավարարում է Ռուսաստանին, չնայած ինչ-որ չափով շարունակում ենք, այսպես ասած, մեղմ խորացնել հարաբերություններ, ասենք օրինակ Ռուսաստանի ձեռքից չենք վերցնում կոնցեսիոն կառավարում երկաթուղու եւ այլ, այս կարգի բաներ։ Կամ ենթադրենք Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ ֆորմալ Հայաստանի անունից հայտ չի ներկայացնում անդամակցության։ Սա ստատուս քվոյի տարբերակն է եւ երրորդ տարբերակը, եւ որ մենք հետ ենք գնում, այսինքն մենք հանձնվում ենք, իմիտացիաներ ենք անում եւ այլ, որը աստիճանաբար բերում է հետ, որովհետեւ արևմուտքն էլ է դա նկատում, որ իմիտացիա են։ Ես 3 խմբերին կդասակարգեի սցենարները ու անկեղծ ասած ես կարծում եմ այս պահին շատ էական է դուք ֆանտաստիկ շերտ բացեցիք։ Ես ամբողջ նախընտրական շրջանում ուզում էի հասկանալ Ռուսաստանի այս քայլերը արդյոք ունեն կարճաժամկետ նպատակ, օպերացիոնալ, թե նաև ռազմավարական միտում ունեն, այսինքն կշարունակվեն իրանք, թե չէ։ Շատ տեսանելի էր մինչև ընտրությունները, որ դրանք ավելի շատ ունեն կարճ նպատակ։ Իհարկե հասկանալի էր, որ Ռուսաստանը նաև լրջագույն խնդիրներ ունի, բայց մտածում էի, ասում էի դե հավանաբար քանի որ ավելի շատ չերտն եմ տեսնում այդ օպերացիոնալ տակտիկական բանն եմ շահագրգռվածությունն եմ տեսնում այս թեմաները սրելու հանրակրվի արեք, ամեն օր մեզ ասում էին հանրակրվի արեք, անդադ փորձում էին Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունները վերածեին մի ոչ կամ սիմվոլիկ բանի խորհրդանշական հանրակրվեի։ Մենք ընտրում ենք կամ Եվրոմիություն կամ Ռուսաստան, կամ Պուտին կամ Ուրսուլա ֆոն դեր Լայան, ոչ թե ընտրում ենք Նիկոլ Փաշինյան կամ չգիտեմ ինչ, այլ ուղղակի ընտրում ենք բարեկամ երկիր։ Հիմա այս շրջանում եւ որ էլի ժամանակային թայմինգը կապեցի 20-ական դատարանի միջև որոշման արձակումը դեռևս կարելի է մտածել, որ այս փուլում էլ փորձարեցին այդ ամեն ինչով սրել, որպեսզի հետընտրական զարգացումներ ստանան, դա չստացան։ Ես կարծում եմ, Լևոն, ավելի շատ հուլիսի 4-ից հետո մենք կունենանք վերաիմաստավորման մի շրջան, որտեղ Ռուսաստան օբյեկտիվորեն ստիպված է այդ դա անել։ Հայաստանից այնպես հայտարարություններ են հնչել, որոնք մի քիչ ես վախ ունեի, որ դրանք չեն հնչի, բայց երեք էլ վարչապետը ասաց, որ օրինակ մեր երկաթուղին մենք պետք է կառավարենք։ Այսինքն հասկացեց, որ այդ դրանից ետ քայլ չի լինելու։ Հիմա անկեղծ ասած իհարկե ես որպես եվրոպական ինտեգրացիայի կողմնակից կուզենամ, որ Հայաստանը ներկայացնի անդամակցության դիմում
կամ տեխնացուի կարգավիճակ ստանալու դիմում, բայց ինձ համար սա երկրորդական հարց է, ինձ համար ավելի կարևոր է, որ մենք մեր տնային աշխատանքը ճիշտ կատարենք, խորը կատարենք, լավ կատարենք, դա SEPA-ի իրականացումն է, դա վիզաների ազատականացումն է, դա տնտեսության եւ մնացած ոլորտների դիվերսիֆիկացիա, շատ ավելի կարևոր է ինձ համար պրակտիկայում լինել եվրոպական չափանիշներին համաշխան, քան դրա հետ միասին կամ դրանից առաջ կարևորել վկայականը, բայց դե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը այդ հետ քայլը անի եւ ասենք առաջիկա 4 տարիներին չներկայացնի, եթե երկրորդ սցենարով գնան, էլի ոչինչ, սա հավասարապես երկու կողմի համար կարևորը երրորդը չլինի, որովհետեւ երրորդը դա երկուսի համար էլ վատ սցենար լինելու։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցները միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Սյոպա Սաֆարյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, մինչեւ ես գնամ իմ տնային աշխատանքը անելու։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։